Ավանեսյան, քաղաքացիական պայմանագիրը երկու համայնքներում Հարաքյարում ջախջախից, Գյումրիում ևս պարտություն կրեց, սա չի խոսում այն մասին, որ ձեր իշխանության վարկանիշը աստիճանաբար նվազում է և ինչպես Վիլեն Գաբրելյանն էր ասում 2026-ին իշխանություն չեք լինի։ Ես կարծում եմ սա փաստում է մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում և իրողություն է դառնում անշրջելի, այո, միանշանակ ցանկացած ընտրական պրոցեսից հետո մասնակիցները վերլուծում են իրենց արդյունքները, ըստ էության ձայների առումով մենք ավելի շատ ունենք ձայն հավաքած 21 թվականի համեմատությամբ, բայց սա մեզ իհարկե չի գոհացնում արդյունքները և վստահաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մանրամասն վերլուծելով ընթացքը արդյունքները որոշակի հետևություններ անելով կպատրաստվի հաջորդ ընտրություններին։ Բայց կիսում եք տեսակետը ձեր որ տեսակետը, որ 2026-ին իշխանություն է փոխվել Հայաստանում։ Չէ, չեմ կիսում։ Ինչն է ձեզ վստահեցնում, հատկապես արդյունքները, որոնք ինչպես դուք եք ասում գոհացնող չեն, հետևություններ անել պետք է եւ այլն։ Ուրեմն վստահեցնում է այն, որ մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում և միանշանակ հավակնում է 26 թվականին ևս իշխանության գալ։ Տիկին Ավանեսյան, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում նախատեսվում թե ոչ և ինչու է ասում Ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այլ նաև մի քանի այլ բժշկական կենտրոններում առաջիկայում այո տնօրենի փոփոխություն է լինելու և կարծում եմ սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը ևս մեր ընթացի գործունեության մի մասն է։ Երկուսի մասով էլ երեկ էլ մենք գտնվում էինք Վանարջանի անվան ուրուցքաբանության կենտրոնում, կարծում եմ շատ մեծ ներդրում են ունեցել այս երկու խոշոր կենտրոնների ղեկավարությունը և թիմերը ձևավորելու իսկապես լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ, կարծում եմ եկել է ժամանակը արդեն հաջորդ էտապներին անցնելու զարգացման նոր ուղիներ գնալու։ Այո, պարոն Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Դա նախարարի որոշման տիրույթ։ Այո։ Իսկ այլ թեկնածու Դե չեմ կարող ինչի թեկնածու, ես նշեցի, որ մի քանի կենտրոններում են փոխվելու և ասեցի այո, պարոն Զեյնալյանը մեր թեկնածուներից է։ Տիկին Ավանեսյան նաև կրկին ակտիվացել են այն քննարկումները, որ դուք հրաժարական եք ներկայացնելու, այս շաբաթ չեմ նկատել։ Կգա այդ օր, ամեն օր որ գրեք, մի օրը ճիշտ դուրս կգա։ Ձեր թույլտվությամբ ես մի հարց ունեմ, էլի, անկեղծ ասած ինձ շատ հետաքրքրում է մեր առողջապահության նախարարը, մեր ռազմագերիների ձեթի ենթարկելու խոշտակման մասով ինչ տեղեկություններ ունի, ինչ վիճակում են նրանք հիմա գտնվում, ունեք տեղեկություններ։ Մենք հանդիսանալով կառավարության մասը և իհարկե նաև առողջական մասով միանշանակ ուրեմն մեր գործառույթների և մեր հնարավոր աշխատանքային խողովակների միջոցով ուրեմն անում ենք մեր հնարավոր անելիքները, այսքանը կարող եմ ասել։ Չէ, չեմ կարող մանրամասնել։ Ինչու չեք մանրամասնում, հանրություն ուզում է իմանալ Տիկին Ավանեսյան։ Հասկանում եմ, բայց թե վարչապետը, թե արտաքին գործերի նախարարը այս մասով ազգային ժողովում և ամեն պատեհ առիթին տալիս են հնարավոր չվնասող, ընդգրկուն պատասխան։